Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նիկոլ Փաշինյանը կլինի Գազայի հարցով խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Վարչապետի մամուլի խոսնակը հայտնել է, թե Փաշինյանը սիրով ու պատասխանատվությամբ ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի պաշտոնական հրավերը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Գազայի հարցով խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին եւ խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա արդեն խորհրդին միանալու հրավեր է ուղարկել շուրջ 60 երկրների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքիայի։ Հրավիրվածների ցանկում բացակայում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրաժարվել է ընդունել հրավերը։ Բլումբերգի տվյալներով Մակրոնը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը գերազանցում է Գազայի հատվածին վերաբերող հարցերը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Փարիզում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից հայտնել են, թե Ռուբիոն վառելիքի մատակարարումն անվանել է կարևոր ժեստ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության եւ կայունության խթանմանը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցը, ըստ որի Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Զեկույցի հեղինակները միաժամանակ խոստովանում են, որ Ադրբեջանի առաջ մղած այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։ Ծառայությունը վստահեցրել է 2026-ի առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատել է, թե որն է Ադրբեջանի այդ խոսույթի պետական քաղաքականության իրական նպատակը։ Հունվարի 27-ը կսահմանվի հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր եւ կլինի ոչ աշխատանքային։ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը, որի համահեղինակներն են Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ падգամավոր Գեղամ Նազարյանը։ Նրանք որպես նախագծի հիմնավորում նշել էին, որ չկա հատուկ օր նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ այլ անձանց հիշատակին։ Հետևաբար մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման, կամ հունվարի 28-ին, բանակի օրը, որն ըստ նրանց ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։ Տեսնենք, թե ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին երեկվա ձյունից հետո։ Եվ այսպես ըստ փրկարար ծառայության փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Գնդեվազ ջերմուկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյանց Լեռնանցքը, Վանաձոր Դիլիջան, Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներ եւս դժվար անցանելի են, առկա են մերկասառույց եւ բուք։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այսքանը կհանդիպենք ժամը 17-ին լուրերի մեր հաջորդ թողարկմանը։